Ուղղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Lore Travel զբոսաշրջային օպերատոր, գործընկեր Dream Park հյուրանոցառեստորանային համալիր։ Հայի խորամանկությունը ամենտեղ գործում է, կապ չունի ամուսնական կյանք, երթևեկության մեջ։ Ակցիաներ եմ արել, չգիտեմ, Amazon-ի, հեսա թանկանալու է դզվեմ։ Լուսո, ինչ կա, մի հատ կոֆե չխմենք։ Հիմա որ գնում են աղջիկ ուզելու, պրակատով ավտո են վերցնում ու գնում։ Երթուղայինով երթևեկող մարդը կրում է ամենավերջին մոդելի հեռախոսը։ Չես մտո տենա մի հատ աշկը ծակվի։ Այդ մենակ մենք հայրս ենք անում։ Վստահ։ Գիտես չէ, այսօր այստեղ գալուց մի մեքենա կտրուկ դեմս կտրեց, ոչ թարթիչ միացրեց, ոչ զգուշացրեց, քիչերնում բախվենք, զարմանալի մարդիկ։ Հայավարի է։ Հայավարը ճիշտ ես ասում, դեռ ինչեր կան, որ բնորոշ է եւ յուրահատուկ է միայն ու միայն մեզ հայերիս։ Լավ թե վատ։ Լավ թե վատ։ Հայավարի է։ Միայն հայերը կարող են դա անել։ Այսօր առաջինը մեզ է միացել դերասան Լենթ Մկրտչյանը, ողջույն, բարի գալուստ, լույսը վարիր տաղավար։ Բարև ձեզ։ Բավականին սիրուն դերասաններ ունենք, այսօր արդեն համոզում ենք որորդ անգամ, հա, բոյով բուսաթով։ Շատ են մեր ազգի մեջ Լենթ ջան օգտագործում բոյով բուսաթով։ Նախ ասեմ, ըստիս բոլոր մարդիկ այդ գեղեցիկ են։ Ես այն մարդկանցից եմ, որ չեմ ասում, վայ, ինչ տգեղ է, իսկ երբ որ դերասան են, դերասանը այնքան հետաքրքիր մարդ է, որ իր գեղեցկությունը մենակ արտաքնապես չի։ Կարող այնքան գեղեցիկ ներաշխար ունենա, կարող այնքան գեղեցիկ պատկերացում ունենա արվեստի մասին, դե խոսում ենք դերասան, հա, արտիստ։ Այնպես որ գեղեցկությունը ինձ չի թվում մենակ արտաքինի մեջ է, իսկ բոյով բուսաթով է։ Դա ինձ մի անգամ ասեցին, գիտես, բոյով բուսաթովի բացատրությունը, դե ասեցի բոյովը պարզը բուսաթովը չգիտեմ, մի հատ նենց բան ասեցին, որ մի հատ հեռավոր գյուղում ենք, հա, 18 պլյուսեր, դրա համար ասում եմ տղերքին կարանք ասենք բոյով բուսաթով, բայց աղջիկներին կանանց չի կարելի ասել։ Դա իրանցին չինարի են ասում, չինարի բոյ ունեցող աղջիկ։ Այսինքն բուսաթը դա, ասենք, երևի էլի։ Դա այլ բան է։ Լենթ, քո կյանքում եղել է, որ ասենք դու ականատեսնես մի այնպիսի իրավիճակի եւ մտքումդ ակամայից քեզ մտածում ես, որ այս sense բան մեն հայերը կանեն, մեն մերոն կանեն։ Հա, ոնց չէ, բայց բոյով բուսաթովը սկսենք կտրել։ Էլ ինչ կհիշես։ Այո, հայտնվել ես հենց այդ իրավիճակում։ Այո, ես նույնակ բերեմ։ Դու էլ փորձի այսպես բացատրություն դրա։ Օրինակ տես, ինքնաթիռը վայրեջք է կատարում, ծափահարությունը, մեն հայերն է պարտադիր է։ Բայց ասեմ, մի րոպե վերջին տարիներին դա վերացել է։ Չէ, շաբաթ առաջ եմ եկել եւ նույնն Եվրոպայից գալիս եմ եւ նույնն է ծափարում են հայերը։ Ինչի՞ վրա են ծափտարում։ Այդ ուրեմն մի րոպե, այդ ուրեմն մարդ եղել որ վաղուց երևի ինքնաթիռ նստած չի եղել, որովհետեւ մի ամբողջ իր ավանդույթներով եկել է։ Այդ որում 2-3 չվերթ են փոխել, հայերը ծափարում են Հայաստան գալուց։ Դե երևի օթաչուն չեն վստահում էլի։ Ապահով քեզ տեղը բերել հասցրել, չէ՞։ Հասկացա։ Չնման մի բան, դա բնական է։ Ինձ թվում է դա աբսուրդ է, էլի, որ նստես օթանավ ու օթաչուին չվստահես, ո՞նց Լավ, այդ սերիայից ինչու են հայերը երբ ասում են նստեք, դեռ օթանավը չի կանգ առել, միևնույնն է կանգնում են։ Դե վռազ ենք։ Մենք հայերս միշտ վռազ ենք։ Հա, ուր ենք։ Չգիտեմ, բայց չէ որ չկա այդ տրապ ասվածը, չեն բերել, դուրը չեն բացել, բայց արդեն մարդը այսպես ուղեբերով, հա, առաջ է գնում։ Դե ուզում եմ առաջին իջնում մի հատ ծխի երևի բան։ Շատ, էդ էլ է շատ հայ, մի հատ շուտ գնանք մի հատ ծխենք։ Դե կծխես էլի, ասենք 4.5 ժամ։ Միևնույնն է չեն թույլատրում, չէ, ծխելն էլ է արգելված, ուր են շտապում, ես չեմ հասկանում։ Հա։ Իսկ օրինակ գործի բերումով բնականաբար շրջագայություններ շատ է ունեցել եւ այդպես։ Ինչ որ մի նման բան, նման օրինակ ուրիշ ազգերի մեջ նկատել ես, թե այդ ծափահարությունների։ Ծափահարությունը այդ դեռ այն ինչ որ ասվեց։ Ծափահարությունը ու այդ շուտ իջնում մի հատ ծխել։ Իրականում ըստ իս այդ շուտ իջնելը, վռազելը դա ոչ միայն հայկական է, դա շատ մարդկային բան է։ Մենք մեր ամբողջ կյանքում շտապում ենք։ Շատ կարևոր է իմանանք, թե ուր ենք շտապում, այդ հարցի ամենակարևոր կողմն է, որը որ շատ շատերս չգիտենք, բայց գիտեք,
շտապող մարդը կան, չէ՞, sense խառնվածքով, sense միշտ վրազարակ բան։ Yes։ Ահա։ Չէ, բայց եվրոպացին չի շտապում, չէ, եվրոպացին չի էլ կանգնում, իր համար նստած է միջև կկայանան այդ ինքնաթիռը։ Ուղղակի մեր մոտ տպավորությունն է, որ իրանք չեն շտապում, բայց իրանք շատ ռոբոտացված են ապրում։ Նրանք, հա։ Այո, ասվածը չի կարելի, ուրեմն չի կարելի։ Բայց մեզ համար այդ չի կարելի, չի գործում։ Մեր շտապերը մենք խառն ենք։ Չէ, նրանք կոնկրետ շտապում են, այդպես գիտեն, A-կետից B-կետ։ Մենք A, B, C, D, E խառն ենք, չգիտեմ, Չէ, փորձում եք ուղիներ գտնել շրջանցելու ինչ որ բան։ Հիմա էլի էս այն հայավարի պահն է, էլի, որ մենք ասում ենք իրանք բան չէ, ուղղակի մենք կարողա թափթփված ենք։ Կարողա իրանց շտապելը շատ արդարացված է, որ մենք ասում ենք նա ոնց որ ռոբոտ լինի, բայց չէ, կարողա նորմալը դա է։ Դա էլ է շատ հայավարի։ Ինչպես է վերաբերում հերթերին։ Հերթը բոլորը կանգնած են, չէ՞, ասենք այգու հերթ է ընդհանրեք նահանգներում։ Բայց հայը չի կանգնի, մտածում է ուղեղն աշխատացնի, ինչպես շրջանցի հերթը։ Մենակ մենք կանգնենք։ Իրենք հանգիստ կանգնած են։ Ախր մենք ճարպիկ ժողովուրդ ենք։ Արդարացում կա։ Դա ճարպկություն է, թե անկարգապահություն։ Դե նայեք, ըստ այն հայերի, ովքեր որ հերթը շրջանցում են, դա ճարպիկ լինել է։ Օրինակ իմ ընկերներից մեկը պատմում էր, ասում է Փարիզում ենք ու ոնց որ թանգարանի մուտքի մոտ ասում է ինչ անենք, ասում է մի երևի 2.5 ժամ սպասել են ու իրականում կինը հղի է եղել։ Հա։ Ու իրանց փոքր տղա եղել։ Հա, մի ամսական։ Չէ, ահագին։ 8 ամսական։ Չէ, դա անեկդոտը չէ։ Էդելա չէ, բան հայավարի։ Ու ասում է մի 2.5 ժամ կանգնած սպասում ենք, բան եկել ինչ որ ստուգողներից, ասում է տեսան հղի։ Ասում եմ, վայ, ասում եմ, մի անգամից ասում եմ մեզ առաջ տարան, ասում եմ, ինձ էլ հետ է երեխուն բան։ Դա նորմալ է։ Ու ասում եմ, ինչ բան լավ էր։ Ու դրանից հետո ասում եմ, մեկը զգացինք մարդիկ այն, որ ինչ որ էլի փորը բռնած ներս մտան ու հայ են եղել։ Այդի այդ ճարպկությունն է։ Հա, այն Մեքենավարում ես։ Հա, իհարկե։ Այո։ Հիմա նկատած կլինես, երբ ձախ շրջադարձի համար հերթ է կանգնում, դու էլ ես կանգնում, ես էլ եմ կանգնում, բայց մեկ ուրիշը փորձում է գալ ու խցկվել առաջին արջևի մեքենայի ետևից։ Ինչ ես անում։ Դա ճարպկություն է, ասա դե։ Դա իմ ամենաչսիրած պահերից մեկն է, բայց միշտ գիտեք ինչ եմ արդարացնում։ Ասում եմ կարող այդ մարդը ինձ հետ եղել է, էլի, նես ճանապարհից ես դուրս գալիս, որ արդեն հերթ է կանգնած է։ Ու դու գալիս ես մտնես միշտ մտքիս մեջ ասում եմ չմտածեն էլի, սենց եկև մտել եմ, բայց հա, բայց դες դեպքերում դու իջես ես լուսամուտը, ասում ես այ ներող չէ, ինչ որ փորձում ես, ինչ որ մի ոչ թե գալու չէ, թարթիչը միացնում եմ, ով ճանապարհ տվես, չեն տալիս, չեմ էլ նեղանում։ նապրալում, հա, այսպես։ Դե հիմա ինչ չէ, բայց մարդը զգուշացնում է թարթիչը միացնում։ դա էլ է հայավարի։ Դա էլ է հայավարի։ Ոնց, դա էլ է հայ պատուանը իջացնել։ Խնդրել, Այն որ բարև ձեզ կլինի, բան ինչ կլինի, ախպես համարը դու զանգեմ երեկոյան, այդ շատ հայավարի է։ Օրինակ ուրիշ երկրում նույնիսկ մենք որ մեզ ճանապարհ են տալիս, բան ենք, չէ՞ միացնում, թարթիչները միացնում, շնորհակալություն ենք տալիս։ Հա, երկու հատ էսպես ազդանշանը, հա։ Չկա, ուրիշ երկրում այդ Շնորհակալություն չհայտնես կամ բիբի շորտը։ Հա, բայց չկա դա։ Դա էլ չկա։ Այդ մենակ մենք հայրս ենք անում։ Վստահ։ Այ մեքենաներից խոսես Տիգրանը, ես չգիտեմ, ուրիշ որ աշխարհում, ասենք գիբրիդի վրա դնում են գազ։ Հայաստանում Հայաստանում։ Իհարկե։ Չէ, բայց օրինակ абսուրդը գիբրիդ մեքենան, հա, Ֆանտաստիկա ժանրից է։ Գազի առհասարակ կարծես թե Եվրոպայում գազի բալոն դնել։ Չէ, չեն դնում, գազն ընդունված չի։ Չէ, կան մեքենաներ, որ գազով արտադրվում են։ Հա, չէ, դա գործարանային, ասենք թե այո։ Չէ, բայց մի քիչ էս պահը sense ուրիշ ձև վերանանք։ Միգուցե դա ոչ թե հայավարի է, այլ կարգավիճակից է, որովհետև Եվրոպայում վարելանյութ լցնելը խնդիր չի, բայց Հայաստանում կարա լինի, որ չկարողանաս։ Լավ, հզոր շարժիչով մեքենան այո։ Բայց երբ որ գազը դնում են ոչ հզոր շարժիչով մեքենայի վրա, տեսնում ես 1.5 է ծավալը, բայց միևնույն ինքը գազ է դնում։ Հիմա ասեմ, դրա հետ կապված էլի հայավարի բան ասեմ։ Ինձ թվում է մենակ հա, էլի, մենք մերոնցով։ Ինձ թվում է շատ հայավարի է, որ մարդ կա, գումար չունի ու իրականում չունի այդ մարդը ախր։ Դե հո, մի Բայց տնից գնել է, չէ՞, այդ ավտոն առել է, չէ։ Մի 2-3 ամիս անց մի հատ մեզ լավ ավտո է գնել։ Շատ լավ։ Ու էլի գումար չունի։ Այդ դեպքում ինչ անում, ու այդ գիբրիդ է ձեր ասած։ Ինչ անում։ Միանշանակ գազ է դնում։ Չի լինի։
Էդ էլ է հայավարի է։ Փաստացի հայավարի։ Որտե որ ասում ես ինչի դրեցիր, ասում է հա դե սենց ավելի հարմար է։ Տես ամբողջ աշխարհում մարդկությունը գնում է դեպի անաղմուկ մեքենա, հա, փորձում են արտադրել, գնում են ասում են աղմուկը քիչ է։ Մենք հայերս գումար ենք ծախսում, որպեսզի մեքենան շատ ձայն հանի։ Հետներ բոշ ենք դնում վրան։ Որպեսզի շարժիչը ուժեղ այդպես գրմռոց հանի ու դրա համար գումար ենք ծախսում։ Դա մենակ մեզ մոտ է։ Չեմ կարծում մենակ մեզ մոտ է, մեկ է սևերի մոտ է դա այդպես։ Ես օրինակ սևականներին շատ եմ սիրում։ Հա, տեմպերամենտները։ Ես շատ հետաքրքիր, սպորտի մեջ լավ բան, ամեն ինչ միշտ լավ է։ Չէ, բայց փող կծախսեն որ ձայն հանի մեքենա։ Միանշանակ։ Ասեմ, այդ հաճույք են ստանում։ Օրինակ դրայվ է, ինչ որ երևի։ Միշտ մոտոցիկլետի ձայն է հանում մեքենա։ Միշտ թունելներում այն որ սխմում են։ Հա, ասում եմ, չսխմում է ձենը լսեմ։ Դե հիմա հայավարի է, ինչ անես։ Իսկ գոլդ համարները քեզ համար ինչ են։ Հայկական սև ապակիներ։ Ամեն ինչ նորմալ։ Այս սև ապակին դա ինձ թվում է շատ կարևոր բան է մեր երկրի պես երկրների համար։ Երբ որ արևը նենց է վառում, հա, որ այդ ապակի իրականում այդ ապակին ինչ են մքացնում։ Որ դեմքը չտեսնեն։ Որ չէ, այդ հայավարին։ Հայավարի է։ Բայց որ չվառվենք։ Հա։ Արաբական երկրներում այո, չվառվել, բայց մեզ մոտ չգիտես ինչու։ Ես մեր Ամիրյան փողոցի վրա Ռոմանոս Մելիքյան անգամ տեղն եմ հիշում։ Անկեղծ եմ որ ֆիլմերի հետ կապված է, որ գնում են մեկ էլ այսպես սյունի են գանվում, բանանում, կպնում, որ ուշադրությունը շեղում է։ Ես այդպես կպնելու էի մի հատ սյունի, որովհետև դիմացա Ռոմանոս Մելիքյանի մոտ մի հատ նիվար էր կանգնած։ Սև էր թե սպիտակ չեմ հիշում, բայց ինքը այսենց էր։ Ինքը այսպես նիվա էր, անկեղծ եմ ասում։ Հա, բարձրացնում են հատուկ արխիվի հատվածը, թափքը։ Այ դե ինչ հայա, մի քանի անգամ դրանից հետո ուշադրությունս որ արդեն սևեռեցի, դե նկատեցի որ անընդհատ այդքան է այդպեսին, այդ ինչ է, դա ինչ տենդենս է։ Ես դրա բացատրությունն էլ կարամ ասեմ։ Ուրեմն ապա միշտ մտածել եմ դրա մասին, թե ինչի են այդպես անում։ Ու չի ունեցել մարդ պատասխան, ում հարցրել եմ, պատասխանը չեմ ստացել ու մի օր, երբ որ Ռուսաստանից մարդ էր եկել մեր ընկերներից, բայց ես ձեր մոտ էլ կա, ասում սա բան է, ինչ ասեց ռուսերեն, արբուզնի եսիմի, ինչ որ բառ ասեց, ասում սա եկել է ոնց որ բաներից, ասում այդ դագերից, թե ումոնցից, ասում իրենք որ միշտ ձմերուկը մեջը լցրած Չէ, միշտ ասում որ ձմերուկը մեջը լցրած են եղել ու տենց հետևը իջած, դեմը բարձրացած, տենց են։ Չէ, այդ սևերինն է, դա։ Ասում եմ միշտ տենց որ լցված է եղել, ասում եմ տենց ինչ որ հնուց եկած բան։ Հիմա ուզում են ձմերուկ ծախողի նմանվել։ Դե երևի, չէ, ես վստահ եմ։ Ես վստահ եմ, որ շատերը չգիտեն թե դրա բացատրությունը ինչ է։ Մի խայտարակ տեսարան էր, անկեղծ եմ ասում, այդ հա, դե երևի տեսել եք, ոնց որ կին ծննդաբերելուց, էլի։ Լավ, այսպես սահուն երևի թե այդ մեքենաներին դեռ կանրադառնանք, բայց այդ մշակույթը այդ մեքենաների մեջ շատ կա, չէ՞ որ երրորդ գծով, ասենք, շտապ օգնության հետևից կապած գնում են։ Ես էլ եմ արել մի երկու անգամ։ Ինչու՞։ Դե հիմա շտապել եմ։ Հիմա օրինակ եթե ձեզ մոտ նկարան գալուց լինեի ու շատ ահավոր խցանում լիներ ու շանայի։ Ինձ կներեիք։ Չէինք ների, բայց ես ոչ մեկին նեղություն չեմ էլ տվել։ Շատ արագ գնացել եմ։ Այդտեղ գալիս արդեն հմտությունը, երբ որ դու եթե լավ ես մեքենա վարում, հմուտ, ոչ մեկին չես կարող նեղացնել քո վարելով, ինչի՞ չասես։ Մեքենաներից շատ չհեռանանք, մի հարց էլ տամ, երբ որ դեղին գիծ են ներկացած ու լավ ներկաց է, լավ երևում է։ Մի հատ է սալաքարն է դեղինով ներկաց։ Այդ Աբովյան փողոցի մասին ենք խոսում։ Չէ, ոչ մի։ Արի ասեք, ինչ ես գախնի պահում, ասա։ Ինչու, այգին seasons այգին եւս այդ դեղինը ներկաց է, սալաքարը եւս ներկաց է, բայց մարդը գալիս ու կանգնում է։ Ասում են այդպես հարմար է։ Դե հիմա կանգնելը չգիտեմ, այդ ներկերն էլ է շատ հայավարի։ Ներկերն էլ է շատ հայավարի։ Որ ասես ինչի ես ներկել Ուզում լավ երևա էլի, որ չի կարելի կանգնել։ Բայց կանգնում է, այդ գիտի, որ ներկած է, բայց կանգնում է։ Ինչի՞ մեկ էպես։ Դե հիմա օրինակ նայեք, ես
շատ եմ էլի սիրում մեր ժողովրդին, դրա համար երևի մենք էլ թե էլի։ պաշտպանում եմ հիմա, բայց Չէ, մենք ոչ վատն ենք ասում, ոչ էլ Չէ, պաշտպանում։ ես ասեմ, ինչու։ Հասկանալ։ հիմա կարող է այդ մարդը այնքան կարևոր գործ ունի, որ ասում է ոչինչ, թող այդ 5000 դրամ տուգանքը ես վճարեմ, Բայց կողքը կա կայանատեղի վճարելու դատարկ։ դե դրա բացատրությունը չունեմ, Չի չէ։ կանգնում։ Սահուն Բարյավարյա։ անցում կատարենք մի քիչ ավելի շատ կանացիկ են, ցախ, ավելի շատ երևի թե մանկություն։ Ես ուզում եմ հասկանալ, ասենք թեկուզ ռուս ունենալով այդքան կոնֆետ եւ ամեն դեպքում ռուսի երեխան է կոնֆետ սիրում են, բայց իրենք կոնֆետը զակատ կանեն։ Ռուսները։ Դե մենակ հայը կարող է կոնֆետը։ Նոր տարվա կոնֆետ զակատը։ Այդ շատ հնուց եկած։ Ահացու Հիմա օրինակ հիմա չի հանդիպում։ Հա։ Դե Ասենք կոնֆետը զակատ ան։ Դա ինչից է գալիս։ Կարող է, հա, այն ժամանակ չի երկու եղել։ պատճառ ունի։ Որ դա։ Երկու պատճառ ունի։ Նախ ամենաառաջինը գլխավորը, երեխեքը չուտեն, Հա։ միջև նոր տարվա Չգտնեն ոնց լինի։ Երկրորդն է բան, այստեղ էլի հայի հմտությունն է գալիս։ Հա։ Էսի պաշտպանում եմ էլի։ Ախր այն ժամանակ են հնում զիպ տոպրակներ կար, որ օդ չխաղապ, որ չփչանա, չխոնավանա։ Հիմա 5 կոնֆետը որ տանը լինում են, որ լինում է, մի երկու հատ կա չես սիրում։ Ցածենը ուտում ես, վայացում ես, փչացել է, որ բա զիպ են արել, դες մտածել են ոնց անեն օդ չխաղա, խոնավություն չքաշի, չչորանա, պահպանել են։ Կեցեն մեր տատիկները։ Մինչ մենք հրավիրենք մեր հաջորդ զրուցակցին, մենք ունենք 5 անավարտ միտք հատուկ քեզ համար։ Հատուկ քեզ համար։ Ժամանակը գնաց։ Ժամանակը բուժում է ամեն ինչ, բայց ինձ թվում է իմ դեպքում այն պարզապես Կյանքի ընթացքն է։ երբ բարկանում ես ու որոշում այս անգամ կլռեմ եւ հենց այդ պահին էլ Երևի թե կուտակվում ես, հա։ միգուցե Հա։ կյանքում ամեն բան կարելի է վերահսկել, բացի Անձնական կյանքից։ երբ ասում են ամեն ինչ լավ է լինելու, բայց դա լինում է էլեկտրաէներգիայի անջատման պահին, ես մտածում եմ Վաղը կերևա։ Վաղը, չէ։ Բայց բան չեն խփել, բայց վաղը կերևա։ Ես պես Լուիսին վերածեցի էլեկտրային։ Ահա։ Եվ վերջին անավարտ միտքը, երբ հարցնում են ինչ ես անում այսօր երեկոյան, ես սովորաբար պատասխանում եմ. Սպառված եմ։ Հա։ Եկեք։ Մի փոխեկալիքը քիչ անց կդիմավորենք մեր հաջորդ զրուցակցին։ Իսկ ահա այս դեպքում միայն հայերը կարող են արտադրել վանար ձիգինի։ Արտադրել, վերցնել այսպես գավաթը։ Եվ գլուխ գոհալ։ Հայավարի վերցնել գավաթը եւ ասել լավ լինենք, բարով տեսանք, մենակ լավ առիթներով, ու ինչքան հայավարի խոսք կա, որ հնչում է հայերի շուրթերի ձև այնքան անուշ է հնչում։ Եվ գլուխ գովան ասել աշխարհի լավագույն գինիներից մեկն է գնվում։ Վանարձի։ Այս դեպքում ճիշտ կասեն, սա հայավարի չի, սա ճշմարտություն է։ Դե բայց գլուխ գովալ առիթ է, չէ՞։ Բայց չհապարտանանք։ Հայավարի։ Իսկականից։ Սի հիշում ես, հնում այ իմ սերունդը հիշում է, չգիտեմ ձեր ժամանակ եղել է թե ոչ, երբ Հարսանյաց հանդես էր շենքի հայաթում, Բաքում, մեծ վրան էին կապում եւ բոլորը իջնում եցած սկսում էին օգնել այդ կերակուրներ պատրաստել, մեծ դույլերով ջուր էին տանում, երաժիշտներ էին գալիս, խոսանք էին քաշում, այո, եւ Բաքում կարծես 3 օր այդ բակը այդ հարսանիքով ապրում էր։ Հայավարի էր, սիրուն էր, Ինչ բայց ռեստորան, դժվար ինչ էր, բան էր դժվար էր։ ժամանակներում։ Հայավարի էր, բայց այս դեպքում պետք է այնքան էլ այսպես չողջունեմ այդ քայլը, որովհետև այսօր կան վայրեր, որտեղ կարելի է այդ ամենը եւ գումարած էլ ավելի մեծ հաճույք ստանալ չչարչարվելով եւ ավելի քիչ գումար վատնելով։ Ոչ մեկի չխանգարել, դա էլ ասեմ։ Նաեւ չխանգարելով, բայց ամեն վայր չի, որ կտանես քո հյուրերին եւ հայավարի քեֆ կանես։ Այ եթե գնաք Dream Park, մաքուր օդ, լորվա բնություն, գյուլագարակ, բոլոր պայմանները ստեղծված են։ Թե հրաշալի խոհանոց, ուտեստներ, սպասարկում, նաև կարող եք մնալ գիշերը, որտեղ հրաշալի է պարզապես։ Էլ չեմ ասում մեծ դահլիճ, 130 հոգու համար նախատեսված, ծնունդ, կնունդ, հարսանիք, գնա բնության գրքում քեզ համար քեֆ արա, աչքից հեռու։ Ոչ մեկի չես խանգարում։ Իհարկե Dream Park-ը, որտեղ
ոչ միայն հայավարի, նաև հային հատուկ հյուրընկալությամբ կհարգեն, կպատվեն եւ իհարկե կճանապարհեն։ Տեսնես ինչու են բոլորը ձգտում օգտվել Lore Travel-ից։ Հայավարի է։ Հայերը սիրում են, չէ՞, նայել հարևանը ինչ արեց, բարեկամանկերը ինչ արեց, ինքն էլ գնա անի։ Իհարկե։ Բացած խանութ ինքն էլ է կողքը բացում, պարտադիր։ Գնաց ինչ որ միտեղ Հանգստացավ այս հյուրանոցում ինքն էլ պետք է գնա։ Բայց ասեմ քեզ, միայն դա չի։ Որն է դա։ Հուսալի է։ Հա։ Չեն խափի։ Ամեն ինչ համապատասխանում է։ Եվ ի վերջո նորմալ կսպասարկեն ձեզ։ Եվ մի քիչ մաչելի, կան մնացածը։ Հայ կողքինը 10,000 էժան է վերցել, ինքը չվերցնի։ Լսի, բայց հային խափել չի լինի։ Շատ լավ գիտի, դրա համար էլ կփորձեն խափել եւ էժանը գին գցել։ Դրա համար էլ հայը գիտի որտեղից օգտվել, որպեսզի ունենա լավ սպասարկում, շահույթ եւ իհարկե լավ հանգիստ։ Եվ լավ հիշողություններ, Lore Travel։ Մեզ միացավ երկիչ գործիքավորող Գևորգ Մհերին։ Ողջույն, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ։ Ինչեր ասես, որ չենք անի մենք հայերս այս մասին ենք խոսում։ Եվ ժանախ Վայոց ձորից եք ներկայացնենք, հա։ Այնտեղ էս մեր հայի հնարամտության հետ կապված ինչ-որ առանձնահատկություններ կան, թե մեկը ընդհանրացված է։ Չէ, կարելի ասել բոլորը ընդհանուր է, որովհետև հայ ենք։ Հա։ Այդ կոլորիտը բոլորիս մեջ էլ կա, կապ չունի Վայոց ձոր, Սյունիք, Լոռի։ Բոլորից հատուկ է։ Գոլդ համարները դες մոտ եւս ակտուալ են։ Բնականաբար։ Պատրաստ են միլիոնավոր դրամներ ծախսել, որպեսզի ունենան այդ երկաթի փոքրիկ Ասեմ, կտորը։ Հայաստանի ամենագոլդ համարները հենց Վայոց ձորում է։ Ինչ է կասում։ Իհարկե։ Հա։ Ինչով է դա պայմանավորված։ Չգիտեմ, բայց հավատացեք, քիչ են մեր մոտի ժողովուրդը, բնակչությունը Վայոց ձորի ամենաքիչն է Հայաստանում։ Բայց համեմատաբար ավելի շատ գոլդ համարները մեզ մոտ են։ Ես չգիտեմ, աշխարհում կա ազգ, որ պարտքով, վարկով նոր տարի նշի։ Եթե նոր տարին ուզում են նշեն, բապը կլինեն, ոնց չեն լինի։ Չէ, բայց մենակ նոր տարի։ Մենակ հայերս ենք։ Վարկով հեռախոս գնի հեռախոս։ Երթուղայինով երթևեկող մարդը կրում է ամենավերջին մոդելի հեռախոսը։ Հա, բնականաբար։ Նորմալ է դա։ Ես դրա հետ կապված մի բան ասեմ։ Ուրիշ երկրներում կրեդիտով ապրելը շատ նորմալ է։ Ինչի։ Անգամ չունենաս լիզինգ ու կրեդիտ, այդ մի քիչ դու ոնց որ Այդ ինչի, որովհետև եթե իրանք մարդ էս աստված չանի չկարողանան վճարեն, ունեն ապահովագրություն, որ մի տարի քո տեղը կվճարեն, հետո կլացես 6 ամիս էլ կվճարեն, բայց մենք հայերս հենց չվճարենք տունտեղ սև ցուցակ Կամից ենք։ գալիս են ովքեր, դա, մենդ քո։ Եթե քո անով ինչ որ բան կա գրանցված։ Եթե քո անով ինչ որ բան կա, որովհետև Եկանք, մարդիկ հասանք, ասում է։ Ես որ միտումնավոր չունեմ ոչ մի ամուսնալուծվում են, միտումնավոր ապրում են իրար հետ, բայց բաժանված են թղթերով։ Ոչինչ ամուսինը չունի իր անունով, ամենը Ամուսին չունի, զոքան չունի։ կամ կնոջ անունով է, Զոքան չի միլիոնատեր է։ կամ կնոջ անունով Հա, է։ այդ ոնց է դες։ Թե Էլի գործի ադրվում։ հայի խորամանկությունը ամենտեղ գործում է, կապ չունի ամուսնական կյանք, երթևեկության մեջ։ Ահա։ Բանկային ոլորտում նույնիսկ ասեմ, բանկային ոլորտում այս բանկից վերցնում են, մի քիչ մարում են, Հա։ հետո գնում են մի հատ ուրիշ տեղ, ուրիշ բանկ։ Այդ բանկից վերցնում են, այդ մյուսն են փակում, մի քիչ երկարում է, ամսական վճարումն է նվազում, վարկով են ասում են կարուսել։ Հայավարի կարուսել, նույնիսկ պարկ վերցնելն է հայերի մոտ կարուսելով։ Օրինակ ես պարկ ուզեցի ձեզանից, ասում եմ 2 օրից կտամ, 2 օր հետո մի հատ ընկերոջից եմ վերցնում, ձերը տալիս եմ, հետո այն մյուս ընկերոջից վերցնում եմ, հետո նորից ձեզանից։ Այսպես ստացվում է, ես պարկ չես բոմբոնյա։ Հեքիաթ կա, չէ, պոչատ աղվես, հիշում եք։ Պոչը տվեց տատիկին, կաթը վերցրել, կաթը տվեց չգիտեմ ում, բանի վերցրեց, սազը վերջում, բերում է պատտվում է բան, չէ։ Բայց եկեք մի բան էլի հասկանանք։ Ախր շատ բարի։ Լավն է, Շատ բարի եմ եկել։ Բայց մարդիկ ոնց ապրեն։ Բարի Թող աշխատեն։ Դե հիմա Չի լինում աշխատել։ Բայն լավ ավտոն, որ ասում են, գոլդ համարները, լավ հեռախոսը։ Բա
Այսինքն պարտքով։ Պիտի լինի, չէ՞, իմ ասում եմ լավ մի րոպե, Գևորգը ունի, ես էլ եմ ուզում ունենամ։ Հա, բա ոնց։ Այ պետք է աշխատել հասնել Գևորգի ունեցածին։ Ոնց Հապես մի րոպե։ Գործ Էս են բանը, այն անեկդոտը եղավ, որ ասում է բանը, ինչի՞ս համար է պետք է այդքան անեմ, որ հանգիստ պարկեմ, մենա պարկել եմ։ Հիմա այդքան աշխատեմ, բան, sense տարիներս ծերությունումս նոր Գևորգի հերոսից ունենամ կամ նու այդ հերախոսի մասին չի խոսքը։ Մի բան էլ ես ասեմ։ Հիմիկ բանից էլ վայել եմ։ Ձեր շենքում էլ կան տենց մարդիկ են, որ շլանգը ձեռները ոչ մի բան չեն անում, բայց տներն են ռեմոնտ անում։ Նո ոնց չկա։ Խոսքի նոր ավտո են առնում։ Բոլորիս բայկերում էլ կան այդ ձևի մարդիկ, կամ սաղ օրը դիվանին պարկած, այս։ Լուսո, ինչ կա, մի հատ կոֆե չխմենք, ու տենց կարող է հացել չուտեն կոֆեով ապրեն առավոտից երեկոն, բայց տարվա վերջ ուժեղ նոր տարվա սեղան գցեն։ Բայց տունը վարկի տակ է, չմոռանաք։ Ու կանեք ամենաթանկարժեք Չէ, գեղեցկություն։ այդ հիմա ձեր կարծիքով, ես գիտեմ այդ ոնց է լինում։ Ոնց։ 7 հատ տուն ունի մարդը վարձով տված։ Դե հա, թեկուս իրա փող գալիս է, ինքն է սիրում։ Իմաստը ո՞րն է Ծաղիկ դիվանից։ ջրել, հիմա ինչ ասես մի ջրի գնա աշխատանքի։ Գնա Հայ միտքը Ես մի հարց ունեմ, ես սպասում եմ Գևորգն է միանալ մեր զրույցին, որպեսզի այդ հարցը ուղղեմ բոլորիս։ Սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում բոլորս ծանոթ ենք, գիտենք ով ինչքան է ստանում։ Նվազագույն սպառողական զամբյուղը մոտ 70-80 հազար ամենաշատը։ Հա, այդքան է։ Միջին աշխատավարձ այսօր կազմում է, եթե դոլարով, հա, այսպես փորձենք 200-ից 300 դոլար, 120-ից լավ, թող լինի 130 հազար դրամ։ Բայց մենք մեր երկրում ամենաշատ թանկ մեքենաները մեր երկրում են, օդանավերում տեղ չկա, հատկապես եվրոպական ուղղություններով, որտեղ Շենգեն ստանալը բարդ է, տեղ ու դադար չկա, բոլոր ինքնաթիռները թռնում են full, այո, մենք ունենում ենք ճոխ նոր տարիներ, ճոխ սեղաններ, Ամեն օր եթե իջնես կենտրոն, թանկանաց է։ ոչ մի ազատ տեղ չկա սրճարաններում, եթե ուզում եք ռեստորան ամրագրել, ապա պետք է արդեն հաջորդ տարվա համար օր ամրագրեք, տեղ չկա, որովհետև ո՞նց է լինում։ Մենք աճպարար ազգ ենք։ Հայավարին է, էլի։ Ո՞նց։ Դե լավ չի։ Լավ է ապրում էլի փաստորեն։ Չէ, Մի բայց կերպ եվրոպացին ծերին հասցնում եք, ինչ ա եղել։ 300 դոլար, այդ ո՞նց եք տենց ճոխ։ Դե հիմա դրա բացատրությունը ուրիշ ձև է։ Ես շատ քիչ մարդ եմ ճանաչում, որ մի տեղ է աշխատում։ Բոլորը մի քանի տեղ աշխատում են։ Մի հատ on-line կրիպտոյով են մի քիչ աշխատում։ Բայց ասում մի հատ պետական գործ չկա։ Դե աշխատողի համար միշտ էլ գործ։ Աշխատողի համար իհարկե։ Դե բա Ուրեմն այդ մարդիկ լավ են աշխատում, ոչ միայն աշխատում, Տղամարդիկ բակերում, Չէ, միշտ հայերը սովորենք բողոքելու։ Այդ արդեն բողոքում ենք, երբ հարցնում ենք, չկա, Առևտուր չկա։ ոչ մի բան չկա, բայց գործ գիտես ինչի չկա։ համար են բողոքում, որ փող չուզի, Հա, որ որ մեկ փող ասում ես չուզես, գործեր դուցես ես օրա սպասի։ Չորնի ենք տոն։ լավ չի։ Հա, չէ։ Շատ վատ է, հենց նոր բաչի։ Հա, բողոքում են, չկա, մեկ էլ հոп հասկանում ես, որ չէ, լավ էլ ունի, բայց պահում է, էլ հենց այդ պարկի պահով, որ չուզենք հանգած։ Ինչպես Ամերիկա բնակ, Լոս Անջելեսը բնակ, հայրն ասում է, «Ստեղ շատ վատ է, հանգարց չկա»։ Հա, այստեղ շատ։ Հանգարց չկա, ստեղ շատ վատ է։ Օրհասական ենք։ Դե հիմա Ամերիկայում իրականում մի քիչ վատ Դե է։ հիմա Ծայրահեղությունից ծայրահեղություն։ Բայց այդ քո ասացին էլ պատասխանեմ։ Սենց հայկական բան չէ, կա սենց ասացված կասում ոչ մեկին մի ասա թող լինի նոր կասես։ Այդ հայկական չգիտես, այդ սնահավատությունն է ինչ է, 100%։ Աչք չկպնի։ Այդ սնահավատությունն է կարող է ինչ որ միտը ինչ որ տենց մի բան կա որ չասես բան մի խոսքով ինչ որ չունեմ այդ հարցի պատասխանը։ Հա, բայց կարող է միևնույն ժամանակ դա աշխատում է միգուցե։ Դե հիմա այդ դեպքում էլ ոնց քեզ ասի ախպեր գիտես հեսա ակցիաներ եմ առել, չգիտեմ, Amazon-ի, հեսա թանկանալու է դզվեմ։ կներես դրա հակառակն էլ կա, որ միշտ ասում ենք խառնենք։ Ժամանակ չկա։ Ոնց է Խառնենք, խառը ինչ խառնեմ, ուշ եմ բրծնում, ուշ եմ հասցնում, չեմ կարա տեսնվենք, շատ խառը վիճակի մեջ ենք, բայց դատարկ ենք։ Դե այդ բանը չէ, սենց հայավարի ինչքան ա եղել որ լավություն ես արել։ Շատ։ Ինչքան խառն ես եղել այդ մարդու համար։ Դե Просто մարդկա ստոպը չունի, որ հերիք է ապեր։ Հերիք է դու անվճար, կոպիտ ասած, դիմացինի համար աշխատես։
Ինչի ենք մենք այլ լեզվով բառերը հայաֆիկացնում։ Դա մի քիչ թույլ ենք էլի։ Օրինակ ինսպեկտորը դա սպեկտրն է հայերի համար։ Ինսպեկտոր։ Սպեկտրն է դա։ Չէ, բայց մենակ հայերի մոտ է անթրաշն ու թրաշովը։ Նույնը 100% Անթրաշ եւ թրաշով։ Հակասական Ասում եմ, երբ տեսա անթրաշ ես։ Հա։ Ո՞վ ես միշտ Թրաշով եմ։ Վերջն է, իրականում։ Բայց կոլորիտային ազգենք։ Լավ, այսպեսի բան կա, աղջիկները երբ որ ինչ որ միտեղից կամ գնում են կամ ձեռք են բերում բրենդային տոպրակ, այդ տոպրակը միշտ ցելոֆան ասվածը, ուր գնան, ինչ տանեն, դա պետք է որ ցույց տան, որ այս բրենդային խանութից մենք ենք գնել։ Հա, այդ ցուցամոլությունն է արդեն։ Հայկական, դες այստեղ էլ ոնց որ հակառակ բանն է գալիս։ Այնտեղ չցույց տամ լաց լինեն, այստեղ էլ ցույց տամ։ Սա ինչ հակասություն է։ Դա բանա, չէ, դա հայկական բան է, չէ՞, ասում թո տենա մի հատ աշկը ծակվի։ Տրակվի, IT մի հատ։ Հիմա շատերը կասեն, ինչ բակային, չէ, բայց բակային չէ, սա ամեն մեկից կենցաղն է։ Հա բապ։ Դա ունենք են ինչ որ ունենք։ Սա մեր իրականությունն է, ով ինչքան ասում է հիմա ինտելեկտուալ էստեղ, իհարկե մենք ունենում ենք մշտապես եւ ինտելեկտուալ, բայց սա այն ամենը ինչ մեզ շրջապատում է ամեն օր 12 ժամ, արդեն մի ժամ։ Կներես, ասեմ, դաժե հիմա որ գնում են աղջիկ ուզելու, պրակատով ավտո են վերցնում ու գնում։ Որ ցույց տան հարևանների մոտ Եվ մի հատ չէ, մի քանի հատ զուտ ուզելու հարսանիք չի, նշան դրեք չի։ Ունեն ցույց տալիս։ Որ աղջիկա հարևանները տենան, ինչ տղու են տալի աղջիկ կամ աղջիկա պապան տեսնի։ Բայց եկեք մի քիչ խատկանք է էլի մի քիչ։ Ավելի խորքային է, որտեղ ընտանիք է ստեղծվում, ամեն դեպքում մատների արանքով, եթե ցելոֆանի պատմություն չի միայն, հա, բրակի։ Հիմա այս պապան տեսավ, պապայի մոտ հարց չի առաջանա, որ տղա ջան, արդեն պահանջատիրական էլ ավելի պահանջելու, որ եթե ունես, միգուցե այն ինչ որ անում ես արդեն քիչ է։ Արդեն շատ են սպասել։ Դե լացումա մի բան է, դե չունեմ, այսքանը կարող է, էս է անում, բայց ունեմ ու ինչ որ միտեղ չի անում։ Դե հիմա այդ մեկի պատասխանը չունեմ, բայց ուրիշ բան կա պատասխանը։ Կարող է որ կունի, հələ լենդի լսենք հետո անցնենք։ Ես մի հատ ուրիշ պատասխան ունեմ։ Ես շատ հայավարի եմ համարում, հենց դրա հակառակ կողմը։ Ոչ մի բան չունի, հա, բայց սիրելի համար ամեն ինչ անում է։ Հա, այդ լրիվ ուրիշ է։ Այդ այնքան լավ հայկական կողմերից մեկն է։ Նայեք դուք կին եք կնոջ տեսանկյունից եք նայում, բայց հիմա մենք տղամարդկանցով երևի թե ուրիշ ձև դա կասենք։ Օրինակ ես վստահ եմ, որ իմ ընկերներից մեկը ինչ որ մի բան ուզենա անի իր սիրելին, դա կլինի մարտի 8 թե ծննդյան օր։ Ես իրան կօգնեմ։ Ինքը չունի, չէ, օրինակ չգիտեմ, գումար չունի, չէ, բայն, բայց ոնց մի հատ ընկերոջ հետ այն ասում է պատժաշկա չանես, այդ օրենք իրան լավ սկա։ Այս լավ կողմերն կա, այդ հայկան։ Հա, դա մենակ վատն եք ասում։ Մենք շատ լավ ազգ ենք։ Հա, այդ առումով հասնում ենք իրան։ Տղաներ ջան, բայց երևի եվրոպացին տենց բան չի անի, իր մոտ կոնկրետ է, հա։ Այ եվրոպացին ավելի վատ է, էլի։ Այդ վատ է։ Գծած է իրանց մոտ ամեն ինչ։ Ռոբոտը իրանց մոտ գծած է, այսինչ բանից հետո։ Վատից ենք խոսում, բայց լավերն էլ կա։ Մենք շատ լավն ենք, ժողովուրդ, շատ։ Ես մի օրինակ բերեմ, գրված է Gate-ը, խանութը, չգիտեմ, տաղավարը կբացվի 13:00։ Աշխատակիցը արդեն տեղում է։ 5 է պակաս։ Հերթը կանգնած է։ Բոլորը սպասում որ բացվի վերջապես թղթերը տան, բայց աշխատակիցը այսպես քարտեզով Եվրոպան կանգնած է։ Այդ Եվրոպան։ Եվ ցույց է տալիս ժամացույցին։ Միչև որ վերջի վարկյանը չլինի, այս 0:0 չխփի, ինքը չի ասում բարև ձեզ։ Իսկ հայրն ասում լավ մնաց 3 րոպե կլինի, վերցնես սկսենք, չի ասում ժամացույց։ Վարկյանով։ Դա մեզ համար չի։ Դե իրանց մոտ այնպես է որ ինչքան աշխատում են, այդքան վճարվում են։ Իսկ մեզ մոտ մի քիչ հակառակն է։ 2 րոպե շուտ հնարավոր չի բացել ու սկսել այդ գործ անել։ Չէ, իրանց մոտ օրենքները մի քիչ ավելի խիստ են իմ կարծիքով, որովհետև ամեն ինչ ճշգրիտ, այն որ ասում են գերմանական ռեժիմ, ծրված է Եվրոպայի վրա, համարյա։ Դիմացդ կանգնած է մարդ, զրուցում ես, ասում է ինչ կլինի, թող տստամ 5 րոպե շուտ անցնեմ առաջ, էլի ասում է չէ, չի լինի, որտեվ 0:0 չի դեռ։ Իրանք իմանան, մենք հայ ենք։ Հիմա ասեմ, օրինակ
իմ կյանքում եղել է, որ շտապելուց եմ եղել, նույնիսկ մի 20 րոպե շուտ գնացել եմ 8-ին էր, հա, բացվում առավոտյան, ասենք 8-ին 20 պակաս եղել եմ, տեսա աշխատողը տեղում, ասում եմ կլինի։ Սպասարկել են քեզ։ Ասում եմ կլինի, չէ, չեն սպասարկել, բայց խի։ Ասում եմ կլինի, մի հատ վերցնեմ գնամ, էլի, ասում եմ շատ կարևոր է, բան է գնում ինչ-որ։ Ասում եմ մեր ծրագիրը 8-ից է ակտիվ անում։ Ես հիմա չգիտեմ, այդ հայկական այդ բառի ուրիշ լեզուն չգիտեմ, կռուտի տա, դա էլ է, չէ, հայերեն բառը կռուտի։ Հայաստանացած, հայերեն։ Բայց լավ կռուտի տա։ Ասում եմ ծրագիրը, ասում եմ հիմա չի լինի ուրիշը այդ QR-ը ճտցրա, այդ ճտցնելն էլ է հայերեն, նիշ ճտցնել է։ Ման հայկական։ Ճտցրա։ Խապի է։ Այլ ասում եմ ներկեմ էլի առնում ճտց։ Բարամը թերք կա, չէ՞, բարամը թերք կա, էլի։ Ասաց չէ։ Ճպասնել, ճպասնել։ Սա հերթով նույնն է։ Ասացի լավ, դե հիմա ինչ մարդը չի ուզում տա, հիմա զորը չի։ Սպասեցի, բայց վերջում ուշադիր էի։ Տեսա QR-ը նույն QR-ը։ Եվ ինքն էլ կանգնած է, չէ՞, իր տեղում։ Չէ, բայց իհարկե վերջում ինքը շատ սիրով բան սուրճ ասաց կլինի սուրճ խմենք, վերջում հասկացա ուղղակի ոնց որ աշխատակիցը չէր եկել ու իրանք երևի թե այդ էլի ճտցնում են, չէ, գործից առաջ։ Եվ իր անկերոջը ինքը հայավարի պահեց, որ ուշացել է կամ որովհետև նորմալ է, չէ, թե 8-ին աշխատում են գոնե 7-ից լինեն աշխատանքի վայրում։ Միջև ուղեն, դզեն եւ այլն։ Կարծում եմ տենց պահեր, այդ սա շատ հայավարի պատմություն էր, էլի այդ կոլորիտային։ Անկերոջը պայլ Եվրոպայում տենց բան չկա, անկերոջը կինոների մեջ տեսնում ենք, դա բանա, չէ, որ ընկերոջ համար կյանք տվեց բան։ Բայց կյանքում չկա այդ։ Բայց մենք սիրում ենք կենաց ասենք։ Հա, դե դա Լրիվ ուրիշ է։ շատ հին հայկական։ Լավ հաց տվին։ Անցուր, ինչ կենաց ասել են Գևորգ ջան, մի բան ասեմ, էլի։ Այդ է եվրոպացու լենդը բերեց եվրոպացու եւ հայի տարբերությունը եւ նաեւ միևնույն է պետք է վստահեցնել, որ եվրոպացին ավելի ներողություն բարի այսպես արտահայտման համար քծիպ է, ավելի քծիպ է, քան թե հայ առանդազերն է, հայը միանշանակ շատ ավելի հաշիվ կփակի։ Դրա համար չենք դասվում էլի։ Ռուսնել, բայց երբեք օրինակ եվրոպացին չի լվա ցելոֆանի տոպրակը քծի։ Այդ չգիտեմ, չեմ տեսել։ Մենք ունենք տարբերակներ ցելոֆանի։ Մենք ունենք նման օրինակ, որ դեղերը ժամկետանց են, բայց մենք ափսոսում ենք։ Այո։ Գցենք, ապենք այդ դեղը, շպրտենք։ Այ մարդ պահում ենք ժամկետանց դեղը։ Ուրեմն, ես մի բան պատմեմ, դե Վայոց ձորից եմ, ամեն տարի գնում ենք խաղող հավաքելու հաշունը։ Այդ զիլերը, մեքենաները, որ գալիս էին, բարձում ենք մեքենան, իր մեջ ցելոֆոն էին թռում, որ բարձենք, էլի։ Տանում էի գործարան հանձնելու այդ խաղողը բերքը մի խոսքով պապիս ընդեղից ասում էր չմոռանաս ցելոֆոնը կպերես մեր բարբարով ասում ցելոֆոնը ասում եմ պապ 2000 դրամ չի մի քանի մետր այ մարդ չէ կպերես ցելոֆոնը կպերես արդեն ամոթ է անում այդ գործարանում կանգնեմ ասեմ ցելոֆոնը անեք պապին ուզում պապին ուզում բայց մի հատ բան էլի, այ էլի հայավարի, տես միշտ լավ բաներ ասի, մի հատ հայավարի մի քիչ վատ բան էլ բարձրաձայն ենք որտեղ լավը վատն էլ էլի այնտեղ։ Նես չլինի էլի, ասեն այստեղ են եկել է տրամադրված լավ բաներ խոսա, պուպուշ թվա։ Չէ։ Շատ հայավարի վատ պահեր էլ կա, որ օրինակ նույն այդ խաղողի թեման ասեցիք, մտքից եկավ։ Մի քանի օր առաջ Սիսյանից գալիս են, գնացել ենք Սիսյանի մշակույթի տանը ներկայացում խաղալու հետ գալուց տեսա խաղողով այդ զիլա հա հենց մեր խաղողներն է սեզոնն է զիլը գնում է ու սենց այդ մեր ընկերներ Սիսյանից հա ասում է ստանում է դե գինու գործարանում հանձնի ասում եմ տենաս ինչքան է վենց ախում ասում է կիլոն 40 դրամ ասում եմ լավ էլի դե լավ չէ 200 դրամ ինչքան 200 200 դրամ, օքեյ, 250, դա իմ կողմից։ Հա, 250 ճիշտ է, 250։ 250, այս տարի ես չեմ արել այդ process-ը։ Բայց ամբողջ տարի ես մեր տան առևտուրը ես սիրում եմ, ես կատարել եմ, հա, ասենք այդ խաղողը գնել եմ 650 դրամով։ Ինչի մեզ մի րոպե, հիմա չենք բանանում, պաշտպանում։ Ինչի են մեր վրա 650-ով ծախսում, մենք շուտ ենք, վերավաճառողն է։ Դե հիմա Չէ, հիմա ես այդ մի փոքր արագ բացատրեմ, որ
Խնդրեմ, Մեր մասնագետ։ հերոստատիտողն էլ հասկանում են։ Մասնագետը լսում Չէ, ենք։ այդ սորտը, որ հանձվում է, ուտել չի լինում։ Ինքը շատ քաղցր է, հիմնական գինու կոնյակի համար է իրանք։ Քիշմիշ էր։ Շատ մի 3 հատիկ, 4 հատիկ ուտում ենք ինքը այդ կրուտիտի պահ։ Ստալ քիշմիշ է, դա։ Չէ, իրանք հանձնում են գինու տակ, իսկ ուտելուները իրոք թանկ են։ Հա։ Երկար կա քիշմիշը, երկարներ։ Չէ, քիշմիշը հանձնում քիշմիշը։ Ես անունները խառնում եմ, բայց ես զուտ գնացի հավաքել եմ, չեմ մշակի, ասում եմ հավաքել եմ հանձնեմ։ Հա։ Լավ, մի այսպիսի իրավիճակ, պատկերացրեք, որ Երևանում մետրոն լիներ առանց այդ անցակետի, հա, անցա այդ ապարատների։ Բաց լիներ։ Հայերը տոմս կգնեին, այ կպցրած է պատին, պետք է գնաս, ազնիվ խոսքի վրա է, գնես տոմսը, նոր մտնես մետրոն։ Դո հիմար չեն գնանք է տոմս առնենք։ Չէ, այսպես միտքն եմ էլի ասում, դες կլիներ։ Բաց է։ Չկա դա տենց կլիներ։ Անցակետերը ազնիվ խոսքի վրա է։ Եվ բնականաբար հայերը ասում են ձեր էր մետրոն անվճար էր։ Կարծում եմ 70-30։ Հա, միանշանակ բոլորի մասին իհարկե չթվա, հա, բոլորի մասին ենք խոսում, բայց ինձ թվում է, հա, մեծամասն մեծամասնությունը կաներ։ Ես չգիտեմ, ես շատ նոր սերունդը ավելի որ պատասխանատու է։ Հա, մեր հիմիկվա սերունդը ես շատ եմ սիրում։ Բայց անցած սերունդը, եթե տեսնում ենք հիմա ճանապարհը անցնում է ոչ թույլատրվելի տեղով, միշտ մեծ կին կամ պապիկ։ Իմ սիրելի միշտ չեմ տեսել երիտասարդները տենց միանգամից անցնեն կամ շատ հազվադեպ կարող է պատահի։ Բայց հիմնական մեծ տատը այսպես գալիս է։ Մի հատ եմ սենց մուննաթ է գալիս։ Դա հիմա պետքա ձիչենք կանգնես Ոստոնտեղ էիր, ինչի ես ազդանշան տալիս։ Իրոք տենց վտանգավոր, շատ վտանգավոր տեղ։ Խոտ կա էլի ամեն ինչ։ Հայելի զիջեք ազդանշանների հետ կապված։ Երևի միայն հայերն են, որ հարսանեկի ժամանակ պարտադիր հարսի թաղամաս մտնելիս պետք է անպայման բոլորով ազդանշան տան։ Հա դա բոլորը չի։ Դե բա ուրախություն եկել են տանել։ Որ ինչ է կատարվելու գիշերը։ Բայց իմ հարսանիքը, չէ, լավ, դրա տեղ չհասնենք։ Բայց օրինակ իմ հարսանիքն էլ ենք մենք ազդանշանով մտել մեր հարսիքի հայ։ Ես չեմ տվել։ Դե ասեցի հո բան չտես։ Լենջան, բայց պատկերացրու այդտեղ այդ շենքում մեկը ճնշումով պարկած է, մյուսը վիշտ ունի։ Բայց երեխա է քնջերով այդպես լինի, ուրեմն բոլորով պետքա գնանք, ամեն մեկը մի սարի վրա ապրի։ Եթե տենցն է։ Չէ, վերցրեք աղջկան գնացեք քեֆ արեք այդ դահլիճում։ Հարսանիք ամեն օր չի լինում։ Բան չասեցի, բայց ուր պետք է դիվադացար դել բոլորին։ Դե չէ, լավ, եկեք տենց չվերաբերվենք։ Նայեք։ Մենք ունենք հայկական լավ ավանդույթներ։ Շատ։ Որ անպայման դուհոր զուռնո պետք է խփի մուտքի դեմը, բազմաբնակարան, շենքի մուտքի մոտ նվագել։ Պետք է նվագել։ Հիմա տայրերը։ Բայց ասեմ, իրականում դե երևի թե միտքը, եթե ես ճիշտ եմ հասկանում ինչի մասն է, դա շատ լավ ավանդույթ է։ Չէ, մարդկաց դիվադացար անելու մասին է խոսքը։ Դա շատ լավ ավանդույթ է, որ աղջիկը սուրբ եւ մաքուր է։ Դրա մասին չի խոսքը։ Միանշանակ ես էլ եմ կողմ։ Թե չայն որ գլուխ լվա բան դրանք ես չեմ հասկանում։ Բայց այդ ազդանշանի հետ կապված հատուտ աղջիկը ուրախանա այդ օրը, բայց քիչ ուրախանա։ Որ գալիս են սրտադրող։ Բայց մենակ այդ օրն է ուրախանալու որտեղ։ Բայց մենակ ինքը չի ախր 16 հարկանի շենք է, այդտեղ բնակվում են տարբեր մարդիկ։ Դե հիմա նես չի որ մեկը տենց ենք նայում հարցին չենք ուզում հասկանանք որ մի օր այդ աղջիկը ամուսնանում ախր կյանքի ամենամեծ ուրախություններից մեկն է թե չեն հասկանում Այդ գիտես որն է երևի թե մարդ որ շատ սրտանց էսպես լիաթոք ուզում է ուրախանալ գոռում է չէ ջան է պիպ դա երևի բայց մարդաշատ վայրում է գոռում այդ աղջիկը Դուք Երևան քաղաքում ազդանշան տալիս եք մեքենա վարելուց։ Եթե շատ են նյարդայնացնում, ստիպված այն որ տեսնում ես դիմացինը չի հասկանում, ստիպված է նրան ստիպված։ Կողքի տատին որ ճնշում ունի այդ շենքը պարկած։ Չէ, երթևեկելի հատվածում եմ ասում։ Մի րոպե, չէ, նույնն է, տարբերություն չկան, թափ քաղաքը։ Չէ, շենքը համ ունի բակային հատված, համ փողոցի հատված։ Հայաստանում այդպես օրենք չգիտեմ, որ բայց հարսանեկի ժամանակ մի 10 րոպե ազդանշան են տալի, ոչ թե մի հատ։ Չէ, շատ խիստ եք դա։ Դե, նայ օրինակ Ամերիկայում անգամ եթե բրթին ծեծեն, կոպիտ ասած բուրդ չպկեն։ Կամ խորոված անեն, կբռնեն քեզ։ Ելոր մնաց նման ազդանշաններով իր տան։ Բայց ինչ վատ, ազատ ենք, ինչ ուզում անում ենք։ Ոչ մեկ չի սահմանափակում մեզ։ Եվ ի վերջո, այ հիմա հրավառությունը չի կարելի, չէ, ժամը 11-ից հետո, բայց մեկ էլ տեսնում ես, մեկ էլ կես գիշերին ինչ-որ մեկը ուրախանում է, ինչ-որ բան է նշում, ուզում հասկանամ ինչի։
Հայավարի։ Հայավարի է։ Եկեք խմենք հայրիկ։ Եկեք խմենք այրևեն։ Դեպքում ինչպես Լենդա։ Չստացի որ բողոքական այսօր Այո, ստացվեց։ ոնց ենք, ինչ ենք, Ես մենք ռոլի ենք եմ, մեր չեմ տեսակն եւ մենք մերոնց սիրում։ Միևնույնն է, Հայաստանում ես դու։ Հա, մենք սիրում ենք մեզ հայերիս։ Իհարկե լավ կլինի որոշ շտկումներ, հա, լինի, որ Մի քիչ կարգապա, ի վերջո եթե գծած է դեղին, ուրեմն դեղին։ Եթե կարմիր, ուրեմն կարմիր։ Ի վերջո պետք է, ուզեք թե չուզեք։ Միանշանակ, օրենք պահպանելը շատ լավ բան է։ Շատ, բայց այդ ամենը հատուկ է մենակ մեզ հայերիս։ Միանշանակ դա այդպես է։ Այնպես որ հանգիստ վայելիր Վանարդզիգին, վստահ եմ որ բարեկետ կարող ես լեզու գտնել եւ նա պետք է գազ դեպքում գուցե անջատի տեսագրելու պահը։ Այդ դա էլ կա։ Ի վերջո հայ ենք, ի վերջո։ Մեկ լավն ենք։ Մենք ենք ասում միմյանց տեսնելուց բարով տեսանք։ Բարով տեսանք եւ բարի գիշեր բարեկամներ, ձեր ցավը տանեմ։ Հատուկ երկ։ Ստեսություն ասելու, բայց մենք չեք այսքանով։ Սահմանափակ։ Մենք գնում ենք, դուք գնում եք ձեր ցավը տանեմ, ջան։ Այրիս համար։ Շնորհակալ ենք։ Արի ասա որ հետաքրքիր էր այսօրվա մեր զրույցը, մեր հետաքրքիր յուրահատուկ հյուրերի հետ։ Ես էլ սկսեցի մեկ այլ տեսանկյունից մերուցնել, շատ հաճախ նեղվում եմ այ գտնվելով Եվրոպաներում կամ այլ հա տեղերում, տեսնելով հա ինչպես հայերեն պահեց օթանավակայանում, ինչպես փողոցում պահեց, չգիտեմ, Բաքում, բայց միևնույն ժամանակ արի ասա որ դա մերն է, մենք լավն ենք։ Յուրաքանչյուր ազգ ունի իր լավ եւ վատ կողմերը։ Կարևորը լինել առանձնահատուկ եւ յուրահատուկ իր տեսակի մեջ։ Մենք հայերս յուրահատուկ ենք։ Մի նեղվեք, դա յուրահատուկ է եւ բնորոշ միայն մեզ հայերիս։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն։ Գործընկեր Lore Travel զբոսաշրջային օպերատոր։ Գործընկեր Dream Park հյուրանոցարեստորանային համալիր։